Սուրբ Հարության տոնակատարությանը ահաբեկչական խոշոր հարձակում է իրականացվել Պակիստանում, 70-ից ավելի մարդ է սպանվել, մեծ մասը կանայք եւ երեխաներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Ոստիկանության այսօրվա պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 72-ի, որոնցից 29 երեխաներ են։ Զոհերի թիվը հնարավոր է ավելի աճի, 300-ից ավելի վիրավորներ կան, այդ թվում ծանր վիճակում գտնվողներ։ Ահաբեկչության թիրախը հավատացյալներն էին, քրիստոնեական տոնը նշողները, բայց զոհերի մեծ մասը մահմեդականներ են, քանի որ պայթյունը հանգստյան օրը իրականացվել է մարդաշատ վայրում։ Մարտի 27-ին ինքնասպան ահաբեկիչը պայթյունը կատարել է Փենջաբ նահանգի կենտրոն Լահոր քաղաքի հանրային զբոսայգում, ուր մարդիկ հավաքվել էին նշելու զատիկը։ Reuters-ը այսօր զրուցել է մի քանի ականատեսների հետ։ Երեկ ես այստեղ Գյուլշան այգի եկա, ավտոկայանատեղիում կանգնեցրեցի իմ մոտոցիկլետը, ընկերներիս հետ էինք։ Հանկարծ այգու ներսից պայթյունի ձայն լսեցինք, ես կանգնեցրի մոտոցիկլետս և վազեցի դեպի այգի, սկսեցի վիրավորներին դուրս հանել։ Նա սարսափելի տեսարաններ է պատմում, նկարագրում պայթյունի հետևանքների մասին։ Մեկ այլ ականատես Արշադը Reuters-ին ասել է, թե երբ տեղի ունեցավ պայթյունը, ինքը այգում կանգնած էր մանկական ճոճանակի մոտ։ Պայթյունը շատ ուժեղ էր։ Երբ մենք վազեցինք այնտեղ, մարդկանց արյունը ասես լիճ էր կազմել, զոհվածների և վիրավորների մարմինները այս ու այն կողմ էին ընկած։ Այստեղ անվտանգությունը անհրաժեշտ մակարդակի վրա չէ, նշել է նա։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է թալիբներին աջակցող Ջամատ ալ-Ահրար խմբավորումը։ Այս խմբավորումը անցյալ տարի պայթեցրել էր Լահորի քրիստոնեական եկեղեցին։ Նշեմ նաև, որ նրանք հրապարակավ աջակցություն են հայտնել իսլամական պետության խմբավորմանը։ Իշխանությունները երդվել են բռնել և պատժել ահաբեկչության պատասխանատուներին։ Բանակի հրամանատար Ռահիլ Շարիֆը ասել է, որ բանակը ակտիվ հարձակումների կանցնի իսլամական զինյալների դեմ։ Նրանց դեմ գործողությունները ռազմականացված բնույթ կկրեն։ Այսօր անվտանգության ուժերը մի շարք գործողություններ են իրականացրել Լահորում և հարակից շրջաններում։ Ահաբեկչության հետ կապված ձերբակալվել են որոշ կասկածյալներ, կոնկրետ թիվ և անուններ չի նշվում։ Բանակի մամուլի խոսնակ Ասիմ Բաջվան Թվիթերում գրել է, որ ահաբեկիչներ լինելու կամ ահաբեկիչներին աջակցելու կասկածանքով մի շարք մարդիկ են ձերբակալվել, ինչպես նաև հայտնաբերվել է զենքի և զինամթերքի մեծ թաքստոց։ Նա նշել է, որ Լահորի պայթյունի հետ կապված հակաահաբեկչական գործողությունները և ձերբակալությունները շարունակվում են։ Փենջաբ նահանգում այսօր փակ են դպրոցներն ու շուկաները, երթևեկությունը քիչ է։ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը այցելել է հիվանդանոցներում գտնվող վիրավորներին։ Մայրաքաղաք Իսլամաբադում անվտանգության միջոցառումները ուժեղացվել են, մասնավորապես խորհրդարանի շենքի և ռազմավարական նշանակության օբյեկտների հսկողությունը։ Փենջաբ նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։